ցանկացած տարիքում մարդ ձգտում է ապրել։ Աստված ասում է իմ ոցուց թեթև է։ Ճիշտ է, համաձայն եմ։ Ապագայում եթե հնարավորություն լինի իմ մասնագիտությամբ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետեմ, ես մեծ սիրով պատրաստ եմ, ցանկություն ունեմ շարունակել։ Շատ մարդիկ ասում են դու փակված ես, չես շփվում, բան, ասում եմ դե դուրս գամ պես հետ կանգնեմ, այս մեկը տենց խոսել, եթե անիմաստ է այդ դրսում կանգնելը, ավելի լավ չի գործը առաջնային դասավորես, որը ավելի առաջնային է, նա կատարես կամ էլ մտքումդ ինչ գործ կա, նույն մոտեցմամբ կարամ ձգտեմ միլիարդի անծանոթ մասնագիտության կամ գործին, ուղղակի այս բահին որ ես աշխատել եմ ահագին տարիներ այդ մասնագիտությամբ, որպեսզի եկամուտի աղբյուր կարելի է օգտագործել շարունակության համար։ Հոբիներ ունեմ, ով փնտրում է նայել գտնում է, էլի, քանդակի հարցում, ասենք երգեր գրելու հարցում, որ ման ես անում, խորանում ես մտքերի մեջ առանձնանում ես, քեզանից անկախ ճանապարհը գտնում ես այդ ծարավ եմ, էլի, ծարավ եմ այդ տենց սովորելու տարբեր բաներում ուղղություններով փորձեմ արդարացնել։ Չգիտեմ, այդ ինձ ապերեցնում։ Որ ասում ես, ի՞նչն է ապերեցնում, այդ մի տեսակ ուժ տալիս, որ եթե լինի շարունակես, որ մարդիկ որ գոհ լինեն, ես էլ ոգևորվում եմ։ Սոս ինձ շատ հետաքրքրեց, որ առաջ անգամ ոնց որ մարալիկում էիր ու ոնց նայեցիր շուրջդ, ինչ զգացիր։ Ապահովություն առաջին հերթին, որ մեր հարազատության մեջ ենք, ոչ թե թշնամիների մեջ։ Ընձերի թշնամին է, որ ամեն ինչ է սпасելի անհանցից։